Ես քո երգը վաղուց եմ լսել Մամ, Ջան, Անի Մուրադյան, 45 տարեկան, մասնագիտությամբ բժիշկ մանկաբարձ է, ունի 1 երեխա։ Վերջյունգը ինձ կտանես դուրս քո հետ խաղամ։ իհարկե կտանը։ Նարեկ Մուրադյան, 7 տարեկան, Անիի որդին է։ Բա ոնց չեն տանի հրաշքս։ Կտանը, բա ինչ կանը։ Սպասի տեսնենք ով է։ Այնտեղ նստիր։ Վահրամ։ Չէր սպասում։ Վահրամ Մուրադյան, 35 տարեկան, Անիի եղբայրն է։ Գործած հանցանքի համար կրել է իր պատիժը եւ վերադարձել հասարակություն։ Չէ, գիտեի, որ պիտի արդեն ազատվեր, բայց կոնկրետ օրը չգիտեի։ Այ եթե սիրտդ վրստակ լիներ, այն ժամանակ կիմանայիր, սիրելի քույրիկ։ Բարև ձեզ։ Բարև։ Էս ով է։ Նարեկը իմ տղան է։ Քո տղեն։ Հա, իմ տղան։ Ես չեմ իմացել, որ դու ամուսնացել ես։ Բա հերն ուր ասելա։ Ոնց։ Հեր չկա։ Դու գիտես ով է հիմա առանց հեր երեխա բերում։ Վահրամ, Ինչ, սխալ բան ասեցի։ մենք հետո կխոսենք լավ այդ մասին։ Հիմա երեխայի ներկայությամբ պետք չի։ Եղավ, պրոբլեմ չկա, հետո կխոսանք։ Այս շորերը սա, կլևանաս, ես ես տեղ եմ մնալու, եթե դեմ չես։ Դեմ չեմ։ Սոված եմ անի հաց տիրուտ եմ։ Մինչև դու հացը դնես, ես Նարեկի հետ կծանոթանամ։ Չէ աղբերս։ Հա։ Սովորում ես։ Քանի տարեկան ես։ 7։ 7։ 7։ Որ դասան ես։ Առաջին։ Մալադեց։ Բարև։ Արև, բայց ինչ ես մենակ, երեխետ ուր է։ Բարեկունքեր։ Մի 2 ժամից պիտի գնամ բերեմ։ Մենք պետք է խոսանք, հիշում ես։ Եթե նկատի ունես Նարեկի հորը, ասեմ, որ նա իմ անձնական կյանքն է ու թող քեզ դա չի հետաքրքրի։ Սխալվում ես։ Վահրամ, ես պարտավոր չեմ քեզ բացատրություն տալ։ Դրա փոխարեն ավելի լավ կլինի, որ մտածես քո կյանքի մասին։ Թե ոնց դասավորես կյանքդ։ Ավելի մարդավարի ապրես։ Թե չէ բանտես դուրս չեկաս, նորից հայտնվում ես այնտեղ։ Շատ շնորհակալ եմ խորհրդիդ համար, կմտածեմ այդ մասին։ Բայց դու մի մոռացի, որ երկրորդ անգամ ես ուրիշի գործած սխալի համար եմ պատասխան տվել։ Իսկ հիմա դու պատմի տեսնեմ ինչ է եղել իմ բացակայության ժամանակ։ Ուզածդ ինչ է։ Ինչ ես ուզում ինձանից։ Ուզում եմ իմանամ
Ուրա Նարեկի պապան։ Ինչի հիմա ինքը ձեր հետ չի։ Անի, ես քո աղբերն եմ ու իրավունք ունեմ իմանալու այդ ամեն ինչը։ Լավ։ Մենք իրար չհասկացանք ու որոշեցինք ամեն մեկս մեր ճանապարհով գնա։ Այդքան հեշտ։ Նենց ես խոսում ոնց որ ձևը տենց է արդեն։ Վահրամ, ես հասկանում եմ, թե դու ինչ նկատի ունես։ Բայց խնդրում եմ քեզ, դու էլ ինձ հասկացիր։ Տարիներն անցնում էին ու կյանքս այդպես էլ չէր դասավորվում։ Իսկ ես շատ էի ուզում, որ գոնե մի երեխա ունենամ։ Խնդրում եմ, հասկացիր ինձ։ Դու մտածել ես, որ երեխդ վաղը չեմ իսուրը մեծացավ, ինչ ես իրան ասելու։ Թե էլի նույն բաները։ Երեխես, բալես, տարիներն անցնում էին, իմ կյանքը չէր դասավորվում, բայց ես շատ էի ուզում երեխա ունենալ։ Տենց ես ասելու։ Չէ, այդպես չեմ ասելու։ Չգիտեմ, կասեմ, որ իր հայրը մահացել է։ Կամ մի այլ բան, կասեմ ամուսնալուծվել ենք, չգիտեմ, ես այդ մասին դեռ չեմ մտածել։ Լավ կլինի մտածես։ Լավ, ես հիմա դուրս եմ գալիս, ուշ եմ դուն գալու։ Ինձ մի հատ բանալի տուր, որ գիշերը չգամ քեզ արթնացնեմ։ Այ իհարկե։ Սա վերցրու քեզ։ Ես ունեմ այդ։ Վահրամ։ Ասա Անի։ Խնդրում եմ քեզ, որ հասկանաս ինձ ու չմեղադրես։ Հա, խնդրում եմ զգույշ լինես, որ նորից փորձանքի մեջ չընկնես։ Փորձում քեզ հասկանալ ու չեմ մեղադրի։ Շնորհակալ։ Մտեք։ Բարև։ Դու։ Ինչի ես եկել։ Քանի անգամ եմ ասել ինձ չանհանգստացնես։ Եկել եմ, որ խոսենք։ Ինչի մասին խոսենք։ Մենք խոսելու ոչինչ չունենք իրար հետ։ Հասկացար։ Անի, ես ոչ միտեղ չեմ գնա։ Մերի Ալեքսանյան, 26 տարեկան, Նարեկի կենսաբանական մայրն է, ամուսնացած չէ։ Եկել եմ, որ երեխայիս մասին խոսեմ ու… Երեխայի։ Ինչի դու երեխա ունես։ Էդ ինչի հանկարծ հիշեցիր երեխայիդ մասին, հա։ Ես նրան երբեք չեմ մոռացել ու հեգնական տոնդ քեզ պահի։ Ասա ասելիքը դու գնա։ Ուզում եմ երեխայիս հետ վերադարձնեմ։ Ես առանց նրա չեմ կարողանում ապրել, հասկացի։ Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Դու գիտակցում ես ինչ ես խոսում։ Դու քո երեխայից 7 տարի առաջ ես հրաժարվել։ Դու նրան վաճառել ես ինձ, թե մոռանում ես։ Մերի, դու իսկապես որոշել ես երեխայից ծնվելուց հետո հրաժարվել երեխայից։ Հա, ես հաստատ որոշել եմ։ Ես չեմ կարող երեխային պահել։ Ու հետո ես ուզում եմ մոռանալ անցյալս ու նոր կյանք սկսել։ Իսկ երեխան ինձ կխանգարի դրա համար։ Բայց ես երեխային հենց այնպես չեմ տա։
Այն մարդիկ, ովքեր կուզենան որդեգրել նրան, պետք է ինձ գումար վճարեն, որ ես կարողանամ որոշակի ժամանակ տուն վարձել եւ ապրել։ Իսկ ինչու եք հարցնում։ Հարցնում եմ, որովհետև մի խոսքով երեխայի ծնվելուց հետո ես կորդեգրեմ երեխային։ Դուք։ Ես իմ սեփական երեխաները չունեմ եւ դժվար է։ Մի խոսքով, դա կարևոր չի։ Երեխայի լույս աշխարհ գալուն պես ես քեզ կվճարեմ քո ուզած գումարը ու երեխային կորդեգրեմ։ Բայց մի պայմանով, որ դու դրանից հետո չես հիշի, որ երեխա ունես եւ ընդհանրապես հեռու կմնաս մեզանից։ Ես չեմ փոշմանի։ Ես հաստատ եմ որոշել երեխան ինձ պետք չի։ Իսկ ինչքան կվճարեք։ Քո ուզած գումարը։ Նա։ Անի ես ժամանակ երիտասարդ էի։ Պայման չունեի երեխային պահելու ու չէի հասկանում ինչ սխալ եմ գործում։ Միայն ժամանակ անց ես հասկացա, որ շատ մեծ սխալ եմ գործել ու ես ուզում եմ երեխայիս հետ վերադարձնել։ Ես երազում անդադ նրան եմ տեսնում, ես անդադ նրա ձայնն եմ լսում։ Դու չես հասկանում ինչ ես խոսում։ Երեխան արդեն 7 տարեկան է։